Երանություն նշանակում է հոգևոր բարիքների ամբողջություն, ծայրագույն երջանկություն և կատարյալ ուրախություն, այն ամենը, ինչ բնորոշ է հավիտենական կյանքին և երկնքի արքայությանը։ Եվ երանվում են նրանք, ովքեր իրենց մեջ կրում են Աստծո արքայության, այսինքն ճշմարիտ հոգևոր կյանքի կենդանի իրականությունը։ 9 երանիներն էապես շաղկապված են իրար և ներկայացնում են հոգևոր առաջընթացի աստիճանակարգերն ու սկզբունքները։ Յուրաքանչյուր երանին կատարելու համար անհրաժեշտ է իրագործել նախորդները։ Ըստ հայրերի, 9 երանիները հոգևոր կյանքի և կատարելության հասնելու խրատաշար են, որն իր մեջ խտացնում է քրիստոնեական կյանքի ամբողջական պատկերը։ Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը։ Մեղքի պատճառով ընկած մարդկային բնությունը բռնադատված է չարի կապանքներով։ Մարդու հոգին լցվել է բազմաթիվ մեղքերով և կորցրել իր նախաստեղծ ազատությունը։ Հիսուս Քրիստոս ուսուցանում է, որ ճշմարիտ հոգևոր կյանքի հասնելու համար նախ և առաջ պետք է աղքատանալ և թոթափվել մեղքից, հեռանալ և ազատվել չարի կապանքներից, որպեսզի հոգին բացազատվի Աստծո սրբարար լույսի առջև։ Հոգով աղքատություն նշանակում է հեռացում, օտարացում և հրաժարում մեղքի ոլորտից, որոշակի ներքին դարձ առ Աստված։ Չարի մերժումը մարդու կամքի ազատության վկայությունն է։ Ով պատրաստվում է դառնալ երկնքի արքայության ժառանգորդ, նա պետք է կամովի դառնա առ Աստված և հրաժարվի իր մեղսահակ կամքից։ Հոգով աղքատությունը եկեղեցու հայրերի կողմից կոչվում է նաև կամավոր խոնարհություն։ Մեր փրկության համար Տերն ինքը կամովի խոնարհվեց և մտավ մեր աղքատության մեջ, խոնարհվեց իր աստվածային բարձրությունից և ծառայի կերպարանք ստացավ։ Հետևաբար, կամավոր և ոչ հարկադրված խոնարհությամբ մարդու մեջ նորոգվում է իր արարչադիր պատկերը, մարդը նմանվում է Հիսուս Քրիստոսին, որ ճշմարտապես խոնարհվեց մեզ ազատագրելու և աստվածացնելու համար։ Խոնարհությունը հիմքն ու արմատն է բոլոր առաքինությունների, մայրն է բոլոր հոգևոր բարիքների։ Խոնարհ մարդը զերծ է մնում չարի որոգայթներից, հարգվում է մարդկանցից և մեծարվում Աստծուց։ Խոնարհություն ձեռք բերելու համար պետք է հեռանալ հպարտությունից և սեփական եսը կերակրելու բոլոր առիթներից, հատկապես պետք է խուսափել գովեստներից։ Երբ մեկն իրեն անարժան է համարում որևէ բարիքի, սիրով է ընդունում հանդիմանությունը, միշտ պատրաստ է անշահախնդիր ծառայելու մարդկանց, ամեն ինչում և ամենից առաջ փնտրում է Աստծո փառքը, այդպիսին մոտեցել է ճշմարիտ խոնարհության մատույցներին։ Երանի սգավորներին, քանզի նրանք կմխիթարվեն։ Երբ մարդ հրաժարվում է մեղքերից և դարձի գալիս առ Աստված, այն ժամ աստվածային շնորհի լուսավորությամբ սկսում է խորապես տեսնել իր մեղքերը, գիտակցել սեփական անարժանությունը և դառնապես ողբալ, սգալ դրանց համար։ Մարդն առավել ևս սգում է, երբ սկսում է տեսնել և հասկանալ, որ մեղքի հետևանքով ինքը կորցրել է ամենագլխավորը՝ Աստծո հետ լինելու կատարյալ ուրախությունը։ Ճշմարիտ հոգևոր սուգը անբաժանելի ուղեկիցն է հոգևոր առաջընթացի։ Մարդ, որքան խորանում է հոգևոր կյանքի մեջ, այնքան ավելի է սկսում սգալ այն ամենի համար, ինչ որ բաժանել էր նրան Աստծուց։ Այս սուգը պետք չէ շփոթել որևէ աշխարհիկ սգի հետ, որը շատ անգամ մարդկանց տանում է հուսահատության և հոգևոր կործանման։ Ի հակադրություն այս աշխարհիկ սգի, հոգևոր սուգը հայրերն անվանում են ուրախարար սուգ, որովհետև այն ոչ թե տրտմության և հուսահատության նշան է, այլ հավիտենական կյանքի հույսի և ներքին ազատագրության բերկրանքի վկայություն։
Դրա համար հայրերն իրենց աղոթքներում շատ հաճախ արտասուք են խնդրում Տիրոջից, որի մասին ասում է Անանիա Նարեկացին. արտասուքի շնորհը նշանակն է Քրիստոսի սիրո և նրա արքայության բաղձանքի։ Սեփական մեղքերի խոր ինքնագիտակցումը մարդուն առաջնորդում է ապաշխարության, որն ըստ եկեղեցական ավանդության եռակարգ է՝ զղջում սրտի, խոստովանություն բերանի և ապաշխարություն գործերի։ Այսինքն, ապաշխարության համար անհրաժեշտ է, որ մարդ Աստծո առաջ ծածկապես զղջա գործած մեղքերի համար, ապա խոստովանի դրանք քահանայի առջև, որից հետո ապաշխարության գործեր կատարի ըստ հոգևորականի խորհրդի։ Մեղքի ինքնագիտակցումը քրիստոնեական կյանքի ամենաբնորոշ հատկանիշն է։ Ով չի տեսնում իր մեղքերը, նա չի կարող մոտենալ Աստծուն, ասում են եկեղեցու հայրերը։ Այս առումով քրիստոնյան այն մարդն է, որ հանապաս տեսնում է իր գործած չարիքները և ողբում դրանց համար, ով ունի ապաշխարող սիրտ Տիրոջ առջև։ Քրիստոնյան նա է, ով հանուն Աստուծո սգավոր է, որ ոչ միայն սգում է իր մեղքերի համար, այլ նաև վշտակից և ցավակից է մերձավորներին և օտարներին, որ ոչ միայն ստացել է Սուրբ Հոգու մխիթարությունն ու ուրախությունը, այլ նաև բաշխում է դրանք բոլոր նրանց, ովքեր վշտերի, նեղությունների և տառապանքների մեջ են։ Երանի հեզերին, քանզի նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Հեզ բառը շատ իմաստներով է գործածվում։ Օրինակ նշանակում է հանդարտ, անշարժ, լուռ և այլն։ Սակայն Աստծո փառքի համար խոսելը, առաքինությունների մեջ փութաջան լինելը, չարի դեմ արիաբար պատերազմելը նույնպես բարի են։ Ըստ հայրերի, այս երանին ի նկատի ունի այն հեզությունը, որը ընդդեմ բարկության է և սանձահարում է առհասարակ բնական ախտերը։ Քանի որ մարդկային բնությունը դյուրագայթ է և մեղսահակ, մշտապես հարկ է առաքինություններով սանձահարել ախտերը և զգուշանալ մեղքի ծառայությունից։ Այսինքն, քրիստոնյայից պահանջվում է հարատև պայքար մեր բնության մեջ արմատավորված զանազան չարախտերի, հակումների և սովորությունների դեմ։ Ըստ եկեղեցու հայրերի, հեզությունը ծնվում է խոնարհությունից, իսկ խոնարհությունը իմաստությունից։ Նույնպես էլ բարկությունը ծնվում է հպարտությունից, իսկ հպարտությունը տգիտությունից։ Հեզության գերագույն օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ ասում է. «Սովորեք ինձանից, որովհետև հեզ եմ և խոնարհ սրտով»։ Ով ձեռք է բերել հեզություն և սրտի խոնարհություն, նա դարձել է քրիստոսանման և ազատ է մեղքի իշխանությունից։ Հեզաբարո մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։ Հեզաբարո և խաղաղասեր մարդը ամենքի հանդեպ սիրով լցված առանց խռովության և կեղծիքի ժառանգում է թե զգալի, թե իմանալի երկիրը, արքայությունը, իսկ խռովարարը կզրկվի թե իր հայրենի ժառանգությունից, թե հավիտենական բարիքներից։ Ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, երկիրն այստեղ եկեղեցին է, այսինքն երկրի վրա հաստատված Քրիստոսի թագավորությունը։ Քրիստոնյաները եկեղեցու կենդանի քարերն են, իսկ եկեղեցու գլուխն ինքը Քրիստոսն է։ Հեզ և խոնարհ մարդը միայն իր անձնական մեղքերն է քննում և չի դատում մարդկանց իրենց մեղքերի և թուլությունների համար։ Նա համբերությամբ և ներողամտությամբ է լցված նրանց նկատմամբ։ Մի դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Երանի նրանց, որ արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան։ Երբ մարդ դարձի է գալիս առ Աստված հոգով աղքատություն, ձեռք է բերում ճշմարիտ ապաշխարություն, սգավորություն։
եւ պայքարում է մարմնի մեղսահակ կամքի դեմ հեզություն։ Նա սկսում է հասկանալ, որ առանց Աստծո օգնության եւ երկնային շնորհների ինքը ոչինչ չի կարող անել։ Այս մասին է խոսում այս երանին։ Ինչպես մարմինը չի կարող գոյատևել առանց կերակուրների եւ ըմպելիքների, այնպես էլ հոգին չի կարող կենդանի մնալ առանց հոգևոր սննդի։ Ուստի չի ասում, ովքեր ցանկանում են կամ ձգտում են, այլ ովքեր ունեն քաղցն ու ծարավը, շեշտելու համար, որ հոգևոր սնունդը անհրաժեշտ է մարդուն եւ որ առանց Աստծո հետ կենդանի հաղորդակցության մարդու հոգին մեռած է։ Այս հոգևոր կերակուրների եւ ըմպելիքների ամբողջությունը արտահայտված է մեկ կարևոր բառով՝ արդարություն։ Արդարությունը նախ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ արդարություն եւ սրբություն եղավ մեզ համար։ Նա ինքն իրեն կոչում է երկնքից իջած հաց եւ ծարավյալների ջուր։ Արդարություն է Աստծո խոսքը, որ սնում եւ կենդանացնում է հոգին։ Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամենայն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից։ Արդարությունը Հիսուս Քրիստոսի կենդանարար մարմինը եւ արյունը, ինչպես փոքրիկ թթխմորն է թթվեցնում խմորը, այնպես էլ Սուրբ Հաղորդությունը, ընդխառնվելով մեզ հետ, հոգևոր կենդանություն է տալիս եւ աստվածացնում մեզ։ Արդարությունը խոհեմության, արիության եւ ողջախոհության հետ միասին կազմում է հոգու 4 առաքինությունները եւ վերջին 3-ն ուղղվում եւ ամբողջանում են արդարությամբ, ուստի միայն արդարությունն է ասվում այստեղ։ Արդարությունն իր մեջ բովանդակում է խոսքով կամ գործով կատարվող բոլոր հոգևոր բարիքները, ինչպես բոլոր չարիքների անունը անիրավություն է, այնպես էլ բոլոր բարիքների անունը արդարություն։ Արդարություն են աստվածային սերը եւ իմաստությունը, եւ երանի նրան, ով ունի աստվածային սիրո եւ իմաստության քաղցը, որպեսզի հագենա անճար ուրախություններով։ Ովքեր ունեն Աստծո ներկայության եւ սիրո, Աստված գիտության, հոգևոր առաքինությունների եւ հոգևոր բարիքների քաղցն ու ծարավը, նրանք այս կյանքում կհագենան աստվածային շնորհներով եւ Սուրբ Հոգու կենդանի ներկայությամբ։ Սակայն կատարյալ հագեցումը լինելու է երկնային հարսանիքի ժամանակ, որ կոչված են արդարներն ու սուրբերը վայելելու հավիտենական կյանքի անսպառ եւ աննվազ բարիքները։ Երանի ողորմածներին, քանզի նրանք ողորմություն պիտի գտնեն։ Հոգևոր կյանքի մեջ հատկապես պետք է զգուշանալ կեղծիքից, ինչը խստորեն դատապարտվեց Տիրոջ կողմից։ Մեկը կարող է իր անձնական կյանքի մեջ հասնել որոշակի մաքրության, շատ աղոթել, պահք պահել եւ այլն, սակայն ներքուստ կեղծիքի մեջ հայտնվել, հոգու խորքում սեփական փառքը փնտրել եւ դատել մարդկանց։ Այսպիսի մարդու հոգևոր հաջողությունները ոչ մի արժեք չունեն Տիրոջ առաջ։ Կա մի առաքինություն, որի ճշմարիտ իրագործումը մարդուն զերծ է պահում հոգևոր շեղումներից, դա ողորմությունն է։ Ողորմությունը ցույց է տալիս, թե մարդ ուր է հասել իր հոգևոր կյանքում, որքան է սիրում մարդկանց եւ որքան է պատրաստ ինքնազոհողության հանուն Քրիստոսի, որ իր անսահման մարդասիրությամբ չարչարվեց եւ խաչվեց մեր մեղքերի համար։ Դրա համար է ասում Տերը. ոչ թե զոհ եմ կամենում, այլ ողորմություն։ Ըստ եկեղեցու հայրերի, ոչ մի առաքինություն մեզ այնքան աստվածանման չի դարձնում, որքան ողորմությունը։ Տերն ինքն է ասում. նմանվեք ձեր երկնավոր Հորը, որ ծագեցնում է արեգակը չարերի եւ բարիների վրա եւ անձրև բերում արդարների ու մեղավորների վրա։ Սուրբ Գիրքը շատ տեղերում Աստծուն անվանում է ողորմած, ուստի ողորմած մարդն Աստծո պատկերն է երկրի վրա, որի համար մարդիկ փառավորում են երկնավոր Հորը։ Եվ երբ մարդ ողորմություն է անում, Աստծուն է տալիս, որովհետև հիմա այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։
Ողորմությունը ոչ միայն մարմնավոր զոհողությունը քաղցածներին կերակրելը, կարոտյալների կարիքները հոգալը, հիվանդներին խնամելը, գերյալներին ազատելը եւ այլն, այլ նաեւ հոգևոր ողորմությունը, քանզի հոգին շատ ավելի մեծ է, քան մարմինը։ Հոգևոր ողորմությունն հանցավորներին ներելը, մեղավորներին դարձի բերելը, ճշմարտությունը ուսուցանելը, մարդկանց համար աղոթելը, սեփական անձի դեմ գործված անիրավություններին համբերելը եւ այլն։ Ողորմությունը ծնվում է սիրուց, ողորմության գործերը սիրո գործեր են, իսկ սիրո առաջին նշանը զոհողության հոգին է։ Երբ մեկը պատրաստ է իր ունեցած մարմնավոր եւ հոգևոր բարիքները զոհել հանուն դիմացինի նրա մարմնավոր կարիքները հոգալու եւ առավել եւս նրա հավիտենական փրկության համար։ Ողորմության համար ամենակարևորը սիրո եւ զոհողության ոգին է եւ ոչ թե քանակը, ինչպես ցույց է տալիս այրի կնոջ Լումայի պատմությունը։ Այս պատմությունը նաեւ վկայում է այն մասին, որ քո արած ողորմությունը պետք է զգալի զոհողություն լինի քո ունեցածի համեմատությամբ, ոչ թե աննշան մի նվեր, որի ավելի կամ պակաս լինելը քեզ համար ոչ մի նշանակություն չունի, սակայն պետք է զգուշությամբ եւ ծածուկ կատարել ողորմությունը ըստ ավետարանի, ոչ թե մարդկանցից փառք որսալու, գովեստների արժանանալու եւ մեծարվելու, այլ Աստծո փառքի համար, ով այս աշխարհում մարդկանցից վարձք է ստացել, նա վարձատրություն չի ստանա Տիրոջից հավիտենական կյանքում։ Երանի նրանց, որ սրտով սուրբ են, քանզի նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Սրտի սրբությունը լրումն է բոլոր առաքինությունների, ճգնությունների եւ հոգևոր գործերի։ Ցանկացած մաքրություն, ցանկացած հոգևոր ձեռքբերում հեշտությամբ կարելի է կորցնել, եթե մարդ չունի սրտի սրբություն։ Միտքը դյուրությամբ կարող է ապականվել, ցանկությունները ախտերով բորբոքվել, սակայն սրտի սրբությունը ապահով է չարի փորձություններից եւ հարձակումներից։ Երբ մարդն ունի սուրբ սիրտ, նրա հոգու աչքերը բացվում են, եւ նա ձեռք է բերում ներքին շնորհական տեսողություն եւ սկսում է ճանաչել հոգևոր ոլորտը։ Հայրերը սիրտն անվանում են խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու շարժումների ընդունարան, խորհրդագիր սենյակ եւ այլն։ Սիրտը մարդու հոգևոր կենտրոնն է, այնտեղից են ելնում խորհուրդները։ Եթե մարդու խորհուրդները մաքուր են, ապա մարդը հասել է ճշմարիտ հոգևոր մաքրության եւ դարձել Սուրբ Հոգու տաճար։ Ըստ հայրերի, հոգևոր պայքարը նախ եւ առաջ խորհուրդների մեջ է, եւ ով ուզում է հաճո լինել Տիրոջը, նա պետք է սրբի իր խորհուրդները կամ մաքրի իր սիրտը։ Այս երանին հաստատում է, որ սրտի սրբություն ունեցողները կարժանանան Աստվածտեսության։ Ըստ եկեղեցու վարդապետության, Աստծո բնությունը եւ էությունը անտեսանելի եւ անճանաչելի են արարածների համար, որովհետեւ Աստվածային անսահմանությունը հնարավոր չէ բովանդակել մարդկային սահմանափակության մեջ։ Սակայն Աստծո միածին որդու մարդեղությամբ, Աստծո եւ մարդու ճշմարիտ միավորումով հաստատվեց Աստված գիտության մի նոր ճանապարհ, որ հնարավոր չէ իրագործել որևէ այլ կրոնի կամ ուսմունքի մեջ, որովհետև անբովանդակելին բովանդակվեց, անսահմանը եւ անժամանակը մտավ չափավորության եւ ժամանակի մեջ։ Արարածի համար հնարավոր դարձավ հավատքով միավորվել իր արարչի հետ։ Մարդը դարձավ ամենասուրբ երրորդության բնակարան։ Քրիստոնյայի համար Աստված ոչ թե վերացական հայեցողության եւ խոկումների առարկա է, այլ խիստ որոշակի իրականություն, որի հետ նա հաղորդակցվում է, որին նա ճաշակում է սուրբ հաղորդություն։ Քրիստոնյան ճաշակում է նրան, ով անհասանելի է ամեն տեսակ մտքի, խոսքի եւ ճանաչողության համար։ Քրիստոնեության մեջ Աստված հայտնում է իրեն ըստ մարդկանց հավատքի ու սրբության աստիճանի։
Այս հայտնությունը տեղի ունենում շնորհի ներգործությամբ, որը մարդուց պահանջում է սրբության որոշակի աստիճան։ Մարդը պետք է որոշակի ճիգերով բացազատի իր սիրտը Աստծո սրբարար շնորհի առջև։ Եվ Աստված իր ընտրյալ անոթներին ոչ միայն արժանացնում է իր երանավետ տեսությանը և իր լուսավոր հայտնությանը, այլ նաև միավորվում է մարդու հետ և աստվածացնում մարդուն ըստ իր անսահման սիրո, որի համար Աստծո որդին մարդացավ ու խաչվեց մեր մեղքերի համար։ Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Այս երանին, որ թվով 7-րդն է, այլևս չի խոստանում որևէ պարգև ինչպես նախորդները, այլ հաստատում է, որ խաղաղարարները կոչվելու են Աստծո որդիներ։ Սա ինքնին վկայում է, որ այս երանին հայտնում է մի բարձրագույն պարգևի մասին, որ իր մեջ ամբողջացնում է նախորդ երանիների խոստումները, քանզի մարդու համար չկա ավելի մեծ կոչում, քան Աստծո որդի լինելը։ Խաղաղությունը ամենասուրբ երրորդության անձերի փոխհարաբերության և Աստծո բնության էական հատկանիշն է։ Աստվածային խաղաղությունն ուներ նաև իր արտապատկերն արարչագործության մեջ, որը խախտվեց չարի խռովությամբ նախ իմանալի աշխարհում, ապա ներմուծվեց զգալի աշխարհ մարդու կամքով։ Մարդկային բնությունը կորցրեց աստվածապարգև խաղաղությունը և լցվեց խռովությամբ ու թշնամությամբ։ Քրիստոսով խաղաղություն է հաստատվում երկնքի և երկրի միջև։ Մարդը ոչ միայն վերստանում է կորցրած խաղաղությունը, այլ նաև հաստատվում աստվածային խաղաղության մեջ, որն անհասանելի էր առաջին արարչության համար։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ես չեմ տալիս ձեզ այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս»։ Այդ խաղաղությունը վեր է ամեն տեսակ մարդկային մտքից և իմացումից։ Ոչ ոք չի կարող փոխանցել խաղաղությունը մեկ ուրիշին, եթե ինքը չունի այն։ Եվ խաղաղարարները նրանք են, ովքեր ոչ միայն հաղորդակից են այս բարձրագույն աստվածային շնորհին, այլ նաև նրա կենդանի կրողներն ու բաշխողներն են։ Այսպիսիները կոչվում են Աստծո որդիներ, որովհետև նրանք դարձել են կենդանի մասնակիցները աստվածային արարչագործության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործության։ Խաղաղարարը Քրիստոսի պատկերն ու ներկայությունն է այս աշխարհում։ Նա դարձել է աստվածանման և աստվածային իրականության փոխանցող։ Նախ նրա մեջ խաղաղություն է հաստատված, այսինքն ծառայական մարմինը ենթարկվում է իշխանական հոգուն, և հոգու ցանկական և ցասմնական ոլորտները կառավարվում են բանականի կողմից։ Երկրորդ, նրա հետ շփվելիս և հաղորդակցվելիս մարդկանց հոգիները խաղաղվում են մեղքի խռովությունից և համակվում հոգևոր կյանքի բաղձանքով, մարդիկ սկսում են ներել ու սիրել միմյանց և այլ հոգևոր բարիքներ գործել։ Քրիստոսի փրկագործությամբ երկրի վրա հաստատվել է նրա թագավորությունը, Սուրբ Եկեղեցին։ Ամեն օր եկեղեցում բաշխվում է Քրիստոսի խաղաղությունը։ Ահա թե ինչու խաղաղության ողջույնը ամենակիրառական ծիսական տարրն է եկեղեցական պաշտամունքի մեջ, երբ ծիսակատար հոգևորականը խաչակնքելով ազդարարում է խաղաղություն բոլորին, որին ժողովուրդը պետք է պատասխանի, նաև քո հոգուն։ Ըստ հայրերի, յուրաքանչյուր հոգևորական կոչված է խաղաղություն հաստատելու մարդկանց հոգիներում, բայց նախ ինքը պետք է ունենա այդ խաղաղությունն իր հոգում։ Իսկ ամեն մի քրիստոնյա, որ մտնում է եկեղեցի, պետք է բացի իր հոգին այդ երկնային խաղաղության շնորհի առջև և նորոգված դուրս գա եկեղեցուց, որպեսզի փրկության լույսն ու ավետիսը փոխանցի մարդկանց և արժանանա կոչվելու Աստծո որդի։ Վերջապես, խաղաղարարներ են նրանք, ովքեր կարողանում են խաղաղություն հաստատել երկրների, պետությունների, ընտանիքների, եղբայրների միջև և մանավանդ այդ խաղաղությունը ծառայեցնել Աստծո փառքի համար։
Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը։ Այս երանին չի խոսում նոր աստիճանի մասին, քանզի չկա ավելի բարձր պարգև, քան Աստծո որդի կոչվելը։ Այս է վկայում նաև 8-րդ և առաջին երանիների խոստացած պարգևների նույնությունը, ինչպես նաև 1 և 8 թվերի խորհրդաբանությունը և այլն։ Սա վկայում է այն մասին, որ երկնքի արքայությունը բազմաստիճան և բազմանշանակ խոստում է և մարդկային մտքի համար անհասանելի է այն, ինչ պատրաստել է Աստված իրեն սիրողների համար, ովքեր մեղքից հեռանալով, ապաշխարելով, ճգնություններով, առաքինասիրությամբ, բարեգործությամբ, սրտի սրբությամբ հասել են խաղաղության աստիճանին, նրանք պետք է պատրաստ լինեն փորձությունների և հալածանքների։ Հոգևոր կյանքի մեջ կարևորագույն պահ է հավատքի վկայությունը, և հենց հալածանքների մեջ է փորձվում մարդու հավատքի զորությունը։ Նախ հալածանքների ենթարկվեց ինքը մեր Տերը ասելով. «Եթե ինձ հալածեցին, ապա և ձեզ պիտի հալածեն»։ Ովքեր դարձել են Աստծո որդիներ ըստ շնորհի, նրանք պետք է մասնակից դառնան միածին որդու մարդեղության խորհրդին, նախ և առաջ կցորդ լինելով այն հալածանքներին ու վշտերին, որ նա կրեց մեր մեղքերի համար։ Բոլոր առաքյալները, նահատակները և սուրբերը մեծագույն պատիվ էին համարում մեր Տիրոջ պես հալածանքների ենթարկվելը։ Հայրերն ասում են, որ ճշմարիտ առաքինությունը ոչ թե ինքնին բարիք գործելն է, այլ համբերելը այն փորձություններին, որոնք հաջորդում են բարեգործությանը։ Հավատքի համար հալածանքների մեջ է ի հայտ գալիս հոգևոր կյանքի խորությունը և թրծվում հավատքի ամրությունը, և ովքեր փախչում են վշտերից, նրանք փախչում են Աստծուց։ Հայրերը վկայում են, որ վշտերի ու նեղությունների մեջ կա մի երկնային ուրախություն և երանություն, որին հասնում են բոլոր աստվածահաճո սուրբերը և վկաները։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն չար խոսք ստելով ասեն. ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանզի այդպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ էին։ Այս 9-րդ եզրափակիչ երանին բացահայտում է հավատքի փորձության բուն իմաստը և նպատակակետը։ Այստեղ արդեն արդարության համար հալածվելուց անցում է կատարվում դեպի մարդու համար ամենածանր փորձությունը, որը համբերելն է նախատինքների, հայհոյանքների, բամբասանքների և չարախոսությունների։ Ըստ հայրերի, մարմնավոր տառապանքների ու վշտերի համար կան զանազան մխիթարություններ, սպեղանիներով, մարմնական ճիգերով և այլն, սակայն նախատինքների և բամբասանքների համար չկան մխիթարության միջոցներ։ Այս երանին հատկապես շեշտադրում է «իմ պատճառով», որպեսզի ցույց տա, որ խոսքը ոչ թե ինչ-որ արժանիքների, առաքինությունների, դիրքի կամ օժտվածության համար բամբասվելու և չարախոսվելու մասին է, այլ սուտ խոսքերի, որոնք ասվում են հատկապես այն պատճառով, որ այդ մարդը քրիստոնյա է, Քրիստոսի հետևորդ։ Այդպիսի նախատինքների ենթարկվեցին առաքյալները և սուրբերը։ Նրանց անվանում էին կախարդներ, մոլորեցուցիչներ, ժանտագործներ և այլն, երբ տեսնում էին նրանց գործած նշաններն ու հրաշքները։ Այս երանին ոչ թե պատվիրում է սոսկ համբերել, այլ ցնծալ և ուրախանալ այն բաների համար, որոնք ամենից շատ են մարդկային հոգուն տրտմություն պատճառում։ Քրիստոնյան պետք է ցնծությամբ և ուրախությամբ ըմբի անարգանքների և չարախոսությունների դառնության բաժակը, որպես հոգևոր նորոգության գլխավոր դեղամիջոց։ Եթե բարիք ես գործում, մի սպասիր հատուցման, այլ անարգանքի։ Եթե ավետարանում ես, մի սպասիր մեծարման, այլ արհամարհանքի։ Եթե օրհնում ես, մի սպասիր երախտագիտության, այլ անեծքի և այլն։ Այսպես պետք է վերցնել խաչը և հետևել մեր Տիրոջը, մինչև վերջ նմանվելով նրան և աստվածասեր սուրբերին,
որոնց համար գերագույն ուրախությունը հանուն Քրիստոսի անարգվելն էր։ Ովքեր չարչարակից և խաչակից եղան Քրիստոսին, նրանք նաև տնկակից են նրա հարությանը և ապրում են հարության կյանքով։ Այսպիսիներին սպասում են բազում պարգևներ երկնքում։ Բոլոր երանիները խոսում են որոշակի պարգևների մասին, իսկ այստեղ ասվում է, որ դրանք շատ են երկնքում, ցույց տալով նախ անարգանքները ուրախությամբ ընդունելու մեծությունը և ապա դրանց սպասվող վարձատրության անճռելիությունը։ Իսկ մարգարեների հիշատակումով ներածում է իր երկրորդ գալստյան սպասումի մեջ, երբ պիտի լինեն համընդհանուր հարությունը և դատաստանը, և դեմ հանդիման պիտի տեսնենք այն բարիքները, որ Աստված պատրաստել է իրեն սիրողների համար։ 9 երանիներով Տերը ցույց է տալիս հոգևոր վերընթացի ճանապարհը, հոգևոր կյանքի աստիճանները և պտուղները։ Սկիզբը մեղքից հրաժարումն ու խոնարհությունն է, իսկ լրումը, երբ մեկը ցնծությամբ և ուրախությամբ է ընդունում անարգանքներն ու չարախոսությունները։ Ինչ որ Տերն ուսուցանեց լեռան քարոզում, ինքն էլ իրագործեց իր երկրավոր կյանքում, խոնարհությամբ ու հեզությամբ անցավ մեր կյանքի տրտմությունների միջով, բայց շնորհեց մեզ մեղքից ազատագրվելու ուրախությունը, ծաղրվեց, հայհոյվեց և չարախոսվեց, բայց իր զորությամբ փրկեց մեզ բանսարկուի ծառայությունից և խավարային ուժերից, չարչարվեց և խաչվեց, բայց խաչի վրա աղոթեց իրեն խաչողների համար, մահվան խավարի մեջ մտավ, բայց իր հրաշափառ հարությամբ մեզ հավիտենական կյանք և փրկություն պարգևեց։